Իսկ դուք նկատեցիք, թե երբ է բարձրաձայնել Կրեմլի բլբուլ Սալավյովը այդ հանճարեղ միտքը, որ Ռուսաստանին անհրաժեշտ է զավթել Հայաստանը։ Мы должны заниматься сейчас не Сирией и не Венесуэлой. Мы не должны терять наших позиций, но самое важное для нас — наше ближнее зарубежье. Для нас гораздо болезненнее то, что происходит в Армении, чем то, что происходит в Венесуэле. Потеря Армении — вот это гигантская проблема. Игры кончились. Плевать на международные права, международный порядок. Если нам для нашей национальной безопасности необходимо было начать СВО на территории Украины, почему, исходя из тех же самых соображений, мы не можем начинать СВО и в других точках нашей зоны влияния? Հունվարյան այդ նույն օրերին, երբ 1990 թվականին սկսվեցին Բաքվի հայկական ջարդերը, որոնց արդյունքում հարյուրավոր մարդիկ սպանվեցին, բռնաբարվեցին, հրկիզվեցին ու գրեթե կես միլիոն հայեր փախստական դարձան։ Այդ նույն հունվարյան օրերին 2015 թվականի Գյումրվա ռսաբազայի մանյակ Պերմյակովը մորթեց ամբողջ հայ ընտանիք, Ավետիսյանների ընտանիքը, երեխաներով, նորածիններով հանդերձ։ Այդ ամենը պատահական չէ։ Այդպես որ պաշտոնական զարմանքը, զայրույթը, մեղմ ասած անհասկանալի են։ Ձեզ համար ինչ որ նոր բան կա այստեղ։ 2015 թվականի հունվարյան այս օրերին մենք էինք կազմակերպում բողոքի ցույցեր ռուսական ռազմաբազայի դեմ։ 2019 թվականին Հայաստանի Եվրոպական կուսակցություն էր պահանջում 102-րդ ռազմաբազայի փակումը եւ օկուպացիոն ռուսական զորքի հեռացումը Հայաստանից։ 2020 թվականին Հայաստանի Եվրոպական կուսակցություն էր պահանջում դուրս բերել հայկական զորախումբը Ղազախստանից, որտեղ ուղարկել էր այդ զորախումբը Փաշինյանը։ Մենք մինչև հիմա դա ենք պահանջում, մինչդեռ ԿՊ-ն եւ Փաշինյանը շարունակում են ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, հնգապատկել տնտեսական առևտրաշրջանառությունը, իսկ հետո զարմանում են, նոտաներ են ուղարկում, ինչպես կասեր Եգոր Գլումովը, ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։